Սիրելիներ, ուրեմն ամեն օրվա պես այսօր ես նորից պիտի խոսամ այն մեղքերից, որոնք մեզի կտանին դժոխք։ Երեք նորից ես տեսանյութ նայեցի եւ տղամարդկանց եւ կանանց հագուկապի հետ կապված ռուսերեն տարբերակով, որի մասին տեսանյութի տակ ես կտեղադրեմ սիլկան, որբիսի դիտեք։ Ինչի համար Աստված ինձի կբացե ու ցույց կտա այդ տեսանյութերը, որովհետև ես ամեն օր կխնդրեմ Տիրոջս, որբիսի ինձ ճշմարտության վրա կեցնե ու իմ մեղքերս ու սխալներս ինձ հայտնե։ Ու ինքան շնորհակալ եմ, այսօր հետաքրքիր էր իմ բաժանորդներս մեկի, որին որ ես չեմ ճանաչի, ինքն ձեաթ մի հատ դիտողություն էր ու գրել էր Աննա, օրինակ դու միշտ կգրես Հավիտյանս Հավիտենից ամեն, բայց մենակ գրած է Հավիտյանս ամեն։ Սիրելիներ, այնքան ճիշտ էր գրել, դու բացի Աստվածաշունչը նայեցի, որ ես Հավիտենից բառը ավելցել եմ ու գրել էր, թե Քուշչան, Աստվածաշունչի վրա խոսք ավելցնել չի կարելի։ Վայսի փառք քեզի տես ջան, իրականում դե Հավիտենից, Հավիտյանս Հավիտենից ասենք այնքան է սխալ չէ, ճիշտ է, Հավիտենից է, բայց Աստված Հավիտյանս Հավիտենից է, բայց Հավիտենից բառը չկար այդ աղոթքի մեջ, ու ինքը ճիշտ սա, այնքան շնորհակալություն հայտնեցի Տիրոջիցս ու փառք Աստծուն ցեզի համար։ Երբ որ դիտողությունները ճիշտ կենես, իրականում շատ կուրախանամ, որովհետև ես միշտ կխնդրեմ Տիրոջը, որ ամեն օր իմ սխալներս հայտնի ու ցույց տա։ Ու գիտեք ինչ, այնքան հետաքրքիր է, Տերս սկսեց իմ անձս լրիվ փոխել այս ընթացք շատ։ Քանի որ մենք Հիսուսի հարցն ենք, սիրելիներ, միշտ պատրաստ պդեղնենք, որ Տերը մեզի հագցնե, ինքը մեզի պիտի հարդարե, ինքը պիտի մեզի կյանքի ցանկացած ոլորտի մեջ առաջնորդե։ Ու ես անձնական իմ վկայություններից կպատմեմ նաև այն վկայությունը, որը ես լսել եմ, թե քրիստոնյան ինչպես պիտի հագնվի, թե եղբայրները, թե քույրերը ու ինչ պիտի չհագնվին։ Ու նշեցի, որ սիլկան տեսանյութի տակ կտեղադրեմ։ Ուրեմն ես հագել եմ ասպես կարճ թևով դայրեկ, փլուսկեք ու չեմ գիտեցի որ մեղք է։ Այդ տեսանյութի մեջ կուտա որ պիտի հագնես սպես այս երկարությամբ։ Ուրեմն այդ տեսանյութը ես երեք լսի, բայց դորից առաջ Տերս ինձ իմ սպես հիմնական բոլոր շորս մենակ մի մնաց դայրա, որը պենջագով էր, պես կարճ թև էր, ինքը երկար էր, կարճ թև էր ու վրայից պենջագ եկար դիք թողեց։ Ու մնացածը հանել տվեց։ Ես զգացում իմ շորերը սաղ հանել կուտա, շալվարներս հանել կուտա ու ինձի շատ համեստ շորեր կհագցնե։ Ու նաև ցույց տվեց, ես տեսանյութերի մեջ տեղադրել եմ, օր հարդարվելը, մասներգելը, զարդարանքները, լրիվ Տիրոջ առաջ մեղք է։ Սիրելիներ, այս տեսանյութը այն մարդկանց համար չէ, ովքեր որ մեղքը չեն ուզե ճանաչեն։ Այն մարդկանց համար չէ, ովքեր որ կընդունեն այնքանը, ինչքան որ իրանց ձեռք ուտա։ Այն մարդկանց համար չէ, ովքեր կսիրեն իրանց մեղքերը պաշտպանել։ Այս տեսանյութը այն մարդկանց համար է, ովքեր որ աղոթել են, որ Աստված իրանց մեղքեր իրանց հայտնե։ Ես այնքան ուրախությամբ ամեն մեկ Տիրոջ սածը կենեմ չեք պատկերացնե։ Երբ որ իմ Տերը սնցիկս է մի ներգեմազերդ, ես կուրախանամ։ Երբ որ իմ Տերը սկսեմ մի հագնվի սպես, ես կուրախանամ։ Ու այդ տեսանյութի մեջ ես հեշտով թարգմանաբար ցեզի կներկայացնեմ ռուսերեն տարբերակով ինչի չեմ ներկայացնել, որովհետև շատ հաճախ կխնդրեիք գրեիք, թե Աննա ջան, ինչ կեղնի հայերեն թարգմանե, որովհետև ռուսերեն մեծ մասից չենք հասկանա։ Բայց քանի որ չենք բացառը, որ կան մարդիկ, որ ռուսերենն է շատ լավ կհասկանան, ովքեր որ կուզեն այդ տեսանյութը նայեք, վկայություն է։ Ու ես վկայություններ շատ կնայեմ։ Ու ինչի համար վկայություններ կնայեմ, որովհետև այն ժամանակներում, երբ որ Աստվածաշունչը գրել է տվել, այդ ժամանակներում հեռախոս չի եղել, համակարգիչ չի եղել, մեքենաներ չեն եղել։ Այն ինչ որ այսօր կա, այն ժամանակներում չեն եղել, որ Աստված հատիկ զգուշացումներ տա, դուր համար էլ Հիսուսը շատ շատերին կտանի ու ցույց կտա ամեն ինչի վտանգները։ Այսօրվա այլանդակ պիղծ հակուկաբը չի եղել,
ու այսօրվա փճացածությունները չեն եղել։ Մի խոսքով, անցնենք գործի։ Ժողովուրդ ջան, կապ չունի, որ ցեզի կրնաթուր չգա։ Ես հիմնականում միշտ կաշխատի մարդկանց դուրս չգամ, Աստծուն դուրս գամ։ Մեկի մի հատ կարևոր բան եմ զգացել, որ նոր կուզենայի ցեզի հետ կիսվեի։ Եթե դուք քարոզ կլսեք ու ամեն քարոզից հետո դուք չեք ապաշխարել, այլ ուրախ տրամադրությամբ տուն կեշտակ, կամ տունը կլսեք ու ձեր տրամադրությունը կբարձրնա, դի կնշանակի, որ դուք Սուրբ Հոգուց քարոզ չեք լսել։ Իսկ եթե դուք քարոզը կլսեք ու կտխրիկ, լաց կեղնեք ու կապաշխարեք, դի կնշանակի, որ դուք ճիշտ քարոզ եք լսել։ Դուք կհիշեք, Հիսուսը միշտ մեղքը կհանդիմաներ բոլոր տեղերը, միշտ առակներ կբերեր, առակներով կխոսար, տարբեր ձևերով օրենքները ցույց կտար, թե մարդիկ ինչքան մեղքերի ու սխալների մեջ էին, կդատապարտեր մեղքը։ Շատ քչերին էր, որ կգովար ու կբարձրացներ, որ քսեր ճշմարիտ ասում եմ, քեզպես հավատք, նրապես հավատք չկտա։ Եթե այսօր դուք քարոզներից հետո չեք հանդիմանվի, չեք ապաշխարի, դի կնշանակի, որ Սուրբ Հոգուց եկած քարոզ չէ, ես դիք եմ զգացել, սիրելիներ։ Շատ վկայություններ եմ լսել, բայց թող Սուրբ Հոգին առաջնորդի այն չափով կիսվի, ինչ չափով որ այսօր պետք է ցեզի լսելու։ Եթե դու մինչև հիմի մնացել ես ու կլսես, դի կնշանակի, որ Աստված քեզ հետ հիմի կսկսե խոսալ։ Ինչ կվերաբերվի կանանց, արդեն ասեցի, կանայք պետք է չհագնվին ըստ վկայության Աստծո խոսքերի, Եզաբելի ոգու առաջնորդությամբ պատրաստված շորերը, որոնք են բաց շորերը, երբ որ կանանց կրծքի ինչ որ հատված կերևա, կարճ յուբկեկը ծնկից վերև չի կարելի հագնել։ Փորերը բաց, պատառոտված ջնսերը, լրիվ այդ ամեն ինչը սատանայից է, որպեսզի գայթակղի տղամարդկանց։ Ու երբ որ դուք այդպես շորեր կակնեք ու դուրս կուկակ, հենց կբացատրվի, գիտեք ինչ, ռուսերեն կսե ժան կտանան պրոստիտուտկա, անպարոյական, մարմնավաճառ։ Դու չես են այդ բանը, շատ պարզ ներկայացված է, կրնակ ռուսերեն տեսանյութ է լսեք։ Դուք չեք են այդ բանը, բայց դուք ըմբես կհակնեք, որ ուրիշը մտքով կպկենե ցեզի հետ։ Հասկնաք, դուք բոլորին ինչ որ հրավիրեք դեպի ցեզի, ձեր մարմինը։ Նաև հա լայսինաների համար կուտար քիփ լայսինաները։ Քրիստոնյաները ու ես տեսա ինչ ձևին ցիկ հագցնե, սիրելիներ։ Հագեք թույլ տայրեք, երկար, ծնգից ներքև։ Ու եթե կարուն է, սպես պլեչներով մի հագեք, ձեր մարմինը մի բացեք։ Հիսուսը իր հարցին կուզե տեսնի համեստ ու պարկեշտ։ Գիտեք, ինքան զարմանալու է, երբ որ կան քրիստոնյաներ, որ կմտածեն, Հիսուսին մեր արտաքինը չի հետաքրքրել, Հիսուսին մեր ներսը կհետաքրքրել։ Ու շատ հաճախ լսել եմ հետևյալ նախադասությունները. կան հավատացյալներ, որոնք երկար կհագնին, չեն քսվի, մազեները չեն ներգե, մանիկյուր չեն քսե իրանց մատներին, բայց իրանք ըմպես նախանձ են, մեղքեր կգործեն։ Բան չունեմ սելու, սիրելիներ։ Կան այդպես հավատացյալներ։ Իսկ չկան հավատացյալներ, որոնք չեն քսվի, մազերը չեն ներգե, եղունգներին մանիկյուր չեն քսե, չեն երկրծնե, կակնիպին շատ պարկեշտ, կոգիկ, բայց ունին Աստծուն հաճելի սիրտ։ Աստված չի սե արտաքինիդ վրա ուշադրություն դարձրա, բայց ներքինիդ վրա մի դարձրա։ Աստված կսա առաջինը ներսդ մաքրե, դուրսդ մաքուր կեղնի։ Իսկ եթե դուրսդ կմաքրես ու ներսդ մաքուր չեղնի, դու կեղնես կեղծավոր հավատացյալ։ Կամ մյուս ծայրահեղությունը, մարդիկ ասեն,
Ինչ կապ ունի, ես իմ մազերցեք կդրեմ, կքսվիմ, ես շատ չեմ քսվի, քիչ կքսվիմ, կզարդարվիմ, կին եմ, պիտի զարդարվիմ եւ այլն։ Կարևոր իմ ներսիս մաքրությունն է։ Սիրելիս, ես քեզ չոր մենք վկայությունների մեջ կլսենք, որ ես թարգմանել եմ էլի հայերեն տարբերակով, որ շատ պարֆումերիայի գործատեր էր, իջանք կմտնին դևերի հետ գործարքի մեջ ու իրանց օծանելիքները ծախվելու համար նույնիսկ դուխիները, վկայություն եմ լսոր, կան դուխիներ, որոնք լրիվ կախարդված են, ու քուրը մի հատ կին առ է տարել է իր տուն, ու ահա որ անեցկեկ է, իջա վրա, ու ինքը զգացել է դիք։ Հետո ինքս շատ խորությամբ ուսումնասիրել է ու իմացել է, թե ովքեր են արու բոլորի վրա շատ հոգեկան ծանր վիճակներ եկե, ապրումներ եկե, մի խոսքով։ Այդ պարֆումերիաները ու հետո այդ քուրը հասկացելով իր հենց կանճը ումսել է չեն հավատացել։ Մենակ եկեղեցում ամ քահանա է հասկացել ու աղոթել են երկար ժամանակ մինչև քուրը ազատագրվել է։ Ու հետո ես այդ տեսանյութները կտեղադրեմ պարֆումերիայի համար։ Ու հետո այդ քուրը սկսել է հասկանալ, որ իրան Աստված կանչել է, որ օգնեն մարդկանց, որոնք այդ անեծքի տակ կնվին, ու ինքը հերթով բաները հասցեները գտել է ու գնաց է, այցելել է ու օգնել է որոշ մարդկանց։ Ինչ կուզեմ ասեմ, այդ պարֆումերիաները հատուկ նպատակ ունեն։ Դու ինչ էլ որ կհագնես, ինչ էլ որ կենես, միշտ ունի նպատակ։ Ես եթե կքսվեմ, մազերս կներգեմ, մանիկյուր կքսեմ ու կհագնվեմ, ունի նպատակ։ Ես ինչի համար կհագնվեմ։ Ու երկու նպատակ կա։ Ես կհագնվեմ մարդկանց կամ ինչ որ մեկին հաճելի եղնելու համար, կամ ես կհագնվեմ Աստծուն հաճելի եղնելու համար։ Այսինքն ամեն բան ունի իր նպատակը։ Ես կքսվեմ մարդկանց հաճելի եղնելու համար, կամ ես կզարդարեմ իմ ներսես, չեմ հարդարվի, որպեսզի Աստծուն հաճելի եղնեմ։ Հիմա դուք ինքներդ պիտի հասկանաք, թե ում եք հաճելի։ Ու ես այդ տեսանյութի մեջ բացատրել եմ, թե ինչ կան մեղք է Աստծու առաջ, նույնիսկ մաս ներկելով սև ցույց կլցնեին դժողքի մեջ այն կանանց կխին, ու Հիսուսը բացատրել է ինչի համար, որովհետև սերը իրանք կուզեն իրանց մազի գույնը փոխեն, այն գույնը, որն որ ես եմ իրանց տվել, իմ գործս իրանք կուզենեն։ Նաև այդ տեսանյութի մեջ ներկայացված է, որ Վերսաջիով հագուստները, вообще Վերսաջիով ինչ իրերոր ունի, գիտեք սատանայի նշանն է, անեծքբերը։ Ես Apple-ի համար էլ եմ ինչ որ բաներ լսել, այդ դիգե երբ որ աշտեմ փաստը կդա նոր կներկայացնեմ, շուտ եմ լսել։ Ինչևէ, տղամարդկանց համար էլիսպես պլեչներով մայկի քակնելը մեղք է։ Օրինակ շատ տղամարդիկ մենակ շալվար քակնին ընտանիքի անդամների մոտ կիսամերկ ու կսեն տղամարդենք մեզի կարելի է, սխալ է։ Սիրելի տղամարդիկ, ձեր մերգությունը ծածկեք ու հագեք այս երկարության մայջկեք, որովհետև դուք էլ կրնաք կաճակության պատճառ հանդիսանաք։ Ձեր մերգությունը ծածկեք, Ադամը մեղք գործելուց հետո ծածկեց Եվայի հետ։ Կսե պայմը դե քանի որ մերգ էինք ու պահվեցանք, այսինքն դիք երկուսին կվերաբերվեր, որ իրանց մերգությունը պիտի ծածկեին։ Տղամարդկանց նաև կներկայացվի, որ իջանք Պիտի չհագնենք կարճ շորտիկներ, շորտիկ հագնելն էլ է մեղք, հագեք համեստ շալվարներ, սիրելիներ, այն ինչ որ լսել եմ, ես թեզի թարգմանեցի, ինչքան որ Տերս առաջնորդեց, ու օրինակ երեք մեկուրը մնձի կսե Աննա չան, ես կուզեի քեզի հետ կապ պայորդ ունձի Աստծուն մոտեցնես, դու կսես կսվել չի կարելի, կսեմ քուր չան, ուրեմն ու բոլորիդ կսեմ, սիրելիներ, եթե կուզես Աստծուն մոտենաս, մեզի Աստծուց բաժանողը մեղքն է։ Ու եթե Աստված
մեղ կհամարե քու հարդարվելդ, զաշտարվելդ, քու հանդերձանքդ, ինչ կրնաս դու Աստծուն մոտենաս, բե ես քեզ չսեմ, որ այս բաները մեղ կհամարե, ու մեզի Աստծուց հեռացնողը, որ մեր աղոթքին չի լսել, մեր մեղքերն է, ու Աստված հեշտով, հադիկ մեր մեղքերը մեզի ցույց կտա։ Հասկնաք ինչ կսեմ, սիրելիներ։ Դուր համարել հեշտով այն մարդիկ, որոնք կուզեն լսեն Աստծու ձայնը, որոնք կուզեն Աստծու կամքը կատարեն, որոնք կուզեն մտերմանան Աստծու հետ, ազատագրվեք մեղքերից։ Դու գիտեք, ես ընտասկ Աստված ինձ ինչքան մեղքերից է ազատագրել, որոնք ես չեմ գիտեցել։ Ու անընդհատ Սուրբ Հոգին ինձ կտաներ, որ մաքրվինք ու սրբվինք ես ու իմ տունս, ու մինչև այսօր կմաքրվինք։ Դու գիտեք ամեն մեկը ինչքան մեղքեր ունի, որ չեք գիտեցել։ Այսօր նաև Աստվածաշունչ որ կկարտա այդերը սավ դու նաև սիրո պակաս ունիս։ Կորինթացիս 13 գլուխնոր բացեք կարտակսը, եթե ես հրաշքներ գործեմ, լեզուների թարգմանության պարգև ունենամ, լեզուներ խոսեմ, շատ բաներ եմ ու սեր չունենամ, օգուտ չեմ ունենա։ Ու վերջի խոսքի մեջ կսե, ամենակարևորը հավատք ու հույս ու սերն է, բայց ամենից մեծը սերն է։ Չէ, Մատթեոս 22-ի 37-ից 39-ի մեջ կսե սիրիր քո Տեր Աստծուն, քո բոլոր սրտովդ, քո բոլոր անձովդ ու զորությունովդ։ Իսկ երկրորդն էլ կսե, սրապես է, սիրեք քո ընկերոջդ, քո անձիդ պես։ Ու գիտեք, ես ամեն օր ինքան բաներ կլսեմ Տիրոջից, որ ինքան շատ սխալներ ունիմ, ինքան շատ մեղքեր ունիմ, ամեն օր կիմանամ, ինքան կուրախանամ սրտանց, որովհետև ես կփափագեմ լսել իմ մեղքերիս ու սխալներս մասին, որովհետև իմ նպատակս մարդկանց հաճելի եղնելը չէ, իմ նպատակս Աստծուն հաճելի եղնելն է։ Երեխեք ու հավատացեք, ես միակ բանն որ Աստծուն անտատ կսեմ, Տեր կսեմ։ Ես մենակ սրբություն կուզեմ, ինձ ընդհանրապես փող պետք չէ, ինձ ավտո պետք չէ, ինձ հեչ մի հարստություն պետք չէ, ինձ մենակ սրբություն է պետք։ Ու հավատացեք, Աստված ինքան մեծ հրաշքներ կենե, ես զարմացած կմնամ, թե Աստված ինչեղ իմ նյութական կարիքներս եւս կհոգա։ Ու այնքան հետաքրքիր է, ես մենակ կսեմ իմ երջանկությունը ստիկ է, էլ որ ես կամ որ սուրբ կյանքով կապրեմ ու երեք չի առաջ օրը պես ցայն լսեցի որ Տերեսավ ես քեզի պիտի սրբեմ ու մաքրեմ ցամպես ինքան սիրտս լցվավ, ինքան ուրախացա, որովհետև իմ միակ փափագս դիգ է, որ ես զգամ որ ես սուրբ ու մաքուր եմ ու իժոք արժանի եմ որ Աստծուն ծառայեմ իրա դաշտի մեջ։ Ինչևէ վկայություններ կուզեի պատմեի, որ կսեմ դիք նաև ցեզի նյութական նեղություններից դուրս գալու պահով կրնա շատ օգնել։ Ինքան շատ կեղնի, մի անգամ չի, երկու անգամ չի, ինքան շատ կեղնոր։ Աստված քարտից վրա փող փոխանցե, պորտմանիս մեջը փող կդնեմ։ Այս վերջերս աղջիկս էլ տեսավ։ Մոտս 2900 քանի դրամ էր քարտից վրա մնացե։ 2000 դրամը ես հանեցի քարտիցս ու մնաց 900 քանի դրամ։ Երկրորդ օրը մամա ասավ մեզի շաուրմա կառնիս։ Թե չսով չեմ հիշել, բայց գիտեմ որ երեխեն շաուրմա կուզի, իրանք շատ կսիրեն։ Հաջող գիճը ծնեմ կամ տունը կսարքեմ իրանց։ Մեկի սազես մոդես փող չկա, այդքան 900 քանի դրամ էր։ Դու չի տեսավ մամա, քարտը բաց նայ։ Ուրեմն քարտս բաց է 2000, էլի 900 քանի դրամ։ Իրականում զարմացա։ Ուսի փառք քեզ Տեր ջան։ Դու քարտից վրա 2000 դրամ ես փոխանցել։
այդ ժամանակ, երբ որ ես տեսա այդ գումարը, հա, տերը սավ թետիա թե վերցրա երեխեքի տան շաուրմա առ։ Ու երեխեքին վերցրեցի իջաբար շաուրմա առա, 550 դրամանոց հացով շաուրմեկ։ Երկու աղջիկաս վերցրի, գնացի։ Հա, աղջիկս քիշը ծնե, թե մեկ է Դանելին, հա, ճիշտ է, Դանելին է, իժեք երեխիս վերցրեցի մոտ էլի, քարտիցս դուրս էլի փող կար, թմեցի առա։ Այսինքն ճամփուծախս եղավ, շաուրմի փող եղավ, շաուրմեն 550 դրամ էր։ Երեխեք ջան, հա, քարտից վրա եղավ 2900 քանի դրամ։ 2 օր առաջ նորից այդպես հրաշք տեղի ունեցավ։ 3 էր գնացի, հա, տերը սա, որ այդ շորեն որ դրել էի, սավ գնա կում, հա, մեջս կտնոր ես կում պդեշտամ։ Գնացի կում ցույց տվեց մի ադմ յուբկա, ու սավ շորեր արկես, քուանդերսների թանել եմ, որ նորը հագցնեմ քեզի։ Սա պետք է այս յուբկեն առ քեզի։ Մեկ ջը մեծու տարիքի կնոջ էր հարմար, բայց ինքան սիրով առա այդ յուբկեն, չմրտուղ չէր, մուկ գույներ, փրել եմ, հիմա կակրած լվացրել եմ։ Հա, ու սիրով հակ բաներեցի, առա մեր երկու հատ էլ ինչ-որ բաներ ցույց տվեց, առա եկա։ Ուրեմն քարտից վրա 3-վա դրությամբ 15000 քանի 100 դրամ էր։ Ուրեմն գնում երեցի 8000 քանի 100 դրամ եղավ։ Ու եկա տուն, մեկ եկա տուն, տեսա մեր թայժեն Դիսնեյի էր, 2000 դրամ էր այդ թայժեն, բայց Դիսնեյ էր, երեխին մի անգամից տար փոխ է, որովհետև Դիսնեյի հետ կապված շատ ուժեղ տիպական ազդեցություններ կա, այդ ես շատ շուտ եմ լսում Դիսնեյի հետ կապված թե խաղալիքները, թե շորերը սա խանե թապել եմ, ամեն դեպքում դիգեք գիտեցեք։ Ուրեմն եկել եմ, բացեմ քարտս գնայեմ 15000 քանի 100 դրամ է։ Աստված ջան, սիմերի դու փող ես գցել, տես ջան։ Իմ քարտից վրա դու էլի փող ես գցել, ու հավատս ինչ որ չկա, ոչ թե ինչ որ չկասկածեմ որ տերը։ Գնայեմ 15000 բան, կսեմ կարող է 1000 քանից ցույց կուտա։ Իջա ես որ բանկամատն է, նայեցի 15000 քանի 100 դրամ էր։ Ու տերը սավ գնա, քեզի էլի շոր առ, ու էս դաժեն առնել տվեց ինձի։ 5500 դրամով, 6000 էր, իջծերի 5500 դրամով առա։ Ու ինքան հետաքրքիր է երեխեք, տերը ինքան ինքիրա զավակներին կակցնե, հանգիստ, թետև ու նայեք, շատ երկար սիրուն ինքն թայժա է, այսպես, ցույց տամ, շատ թետև հանգիստ երկար թայժա է, Աստված պես կհագցնե մեզի, Աստված ինքան կսիրե մեզի, Աստված ինքան մեր մասին կմտածի ու հոգ տանի, ես իրոք տիրոջս հրաշքները շատ կտեսնիմ։ Ինքան կզգամ, որ Աստված միշտ կուզոր մենք համեստ եղնենք, ու գիտեք, ես երբեք չեմ ճնշվի, որ ինչ կմտածեն իմ մասիս մարդիկ, կամ կարծեն, Աննա ջան, ես ինչի մազը այդ չես ներգել, մի անգամից կսեմ, որովհետև տիրոջ առաջ մեղք է, ու ես չեմ մտածում կգայտակղվին, հանգարց չգայտակղվին, սիրելիներ, դուք մտածեք, որ ճիշտը չթաքցնեք, ես երբեք չեմ մտածել, մարդիկ ինչ կմտածեն իմ մասից, ես երբեք չեմ ուզում մեծամասնությանը նման եղնեմ, թող բոլորը նայեն, որ ես չեմ ներգի իմ մազերս, իրանք է չներգեն, թող բոլորը նայեն, որ ես իմ եղուներս չեմ ներգել, իրանք է թող չներգեն, որովհետև ինքան տհաճ պրոցես է եղունք ներգելը, իրոք կսեմ, կյանքիս մեջը մի անգամ եմ եղունքներս սարքել տվե, մեր հարևանը ինքան շատ սավ, որ գնաց է սարքել տվի, 2 ժամ մսերս կտրին հանին, տոչիդեմ ինչերին դորից հետո վապշե, ես հակշսել եմ մանիկյուրում, բես չոր չեմ կսել, ես զնով իմ եղունես երկար եղեմ միշտ առաջ, ու մանիկյուր կսած, ես եմ սարքե շինե կսեմ, հմի ինքան հանգիստ են ձի համար, եղուններս կտրեմ ու վերջ, հում է պետք եղուններեք երգրծնես, տակը կեղդը կհավակվի, մեկ եք բդեշտաս 2-3 ժամ համ մսերդ կրեն, երկար եղունգը կզարգեն, տակի եղունգը կվնասվի, դոր համար է երգիրն փող կուդան, հլը մի ադմ ուղակի տրամադրեք, իմաստը որն է, կամ մաշկը, շատ դիմահարդարների մաշկերը քայքայվել է, մոդելների ներողություն, կոսմետիկայի պատճառով,
ես պես պատմություններ եւս տեսել եմ։ Այնքան են հարդարվե որ դեմքերը քայքայվել է։ Մարդիկ կար ում կերեն կանեն պոգե որ էլ ունք չի աճի։ Գրենգը ունք։ Այն որ կսե ջնջեցինք նայինք տակը շահում կա թե չկա։ Ջնջել են ու շահում չի եղել, հետո կեշտան տատուրով կա կենեմ։ Տատուների համար եմ դիկել եմ մեղք մի երեք ժողովուրդ ջան։ Ով որ երել է թող աբաշխար է, դիք դիվագան է։ Եթե երել եք ուղակի աբաշխարեք։ Իսկ եթե կուզեք ենեք հանգարց չենեք, մեղք է Տիրոջ առաջ։ Այն ինչ որ Աստված տվել է մի ավելցրեք Աստված տվածին։ Ինքան Աստված մեզի լավն է տվել։ Անի մազես օրինակ բնականից պես ալիքներով է։ Սիրուն է, ինչ որ Աստված տվել է դիք է սիրունը։ Մի փոխեք Աստծու գործը, ամեն մեկը սիրուն է, գեշմարտ չկա, ուղղակի կարող ինչ որ մեկը ձեր ճաշակին չէ, չի հավնեն մարդուն, որ մարդուն որ դու կհավնես։ Թերի մարդ չկա, ժողովուրդ ջան, նույնիսկ մարդ նոր թևու ոտ չունի դիգել է առավելություն, ես գիտեմ քարոզիչ որ ինքը ոտք չունի, թևեր չունի, բայց աշխարհահռչակ քարոզիչի ընտանիքի կազմել է։ Երևի տեսած կեղնիկ այդ տղամարդուն որ ոտքեր չունի, ասես ոտների վրա, այդ սկանի վրա, ասես մատներ կա, այդ մատներով կենի ամեն ինչը։ Տեսել եք երևի այդ քարոզիչին։ Ճիշտ ասած ես իր քարոզները շատ աննշան եմ լսել, ուղղակի ես պես կհիշեմ էլի, իրան որ ինքը քարոզե ընտանիք ունի, իր կնոջն եմ տեսել իր երեխեքին։ Ինչ կուզեմ ասեմ, թերի մարդ չկա, Աստծու բոլոր ստեղծագործություն իր նպատակն ունի։ Ով ինչ որ ստեղծված է, ինքը այդ բանի մեջ է կանչված։ Ինչևէ սիրելիներ, այսօր բավականին շատ թեմաների շուրջ խոսացի, բեսեղնոր սկանը հասցնեք, փոխեք, ուղեք, թե սանյութերն է, այն ինչ որսել եմ, թե օծանելիքի հետ կաված, թե հարդարանքի հետ կաված, թե հակու կաբի հետ կաված տղաղջիկ, եթե ինչ որ բան բացեմ թողել, լսելուց հետո մենությունների մեջ գրեք, թող մյուսներն է իմանան, փառք Աստծուն, փառք տվեք Աստծուն, որ այսօր դուք էլի իմացաք, թե ինչքան բաներ պիտի փոխենք, թե մեր արտաքինի ու թե մեր ներսի հետ կապված։ Սկանը ժողովուրդ ջան, թող Աստված օրհնե բոլորիդ, մնացեք Աստծու խաղաղության մեջ ու երբեք չդատարեք Աստծուց շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ որ տվել է ցեզի։ Ուղղակի ամեն մեկը փորձեք մի շնորհակալական խոսք գրեք մեկնությունների մեջ։ Գիտեք ինչքան լավ է, երբ որ մենք միշտ Տիրոջից շնորհակալություն հայտնենք, համեկը ինչ որ բաներ հիշեք ու շնորհակալություն հայտնեք Տիրոջից։ Նույնիսկ չարժե շնորհակալություն հայտնել այսօրվա հիանալի թեմայի համար, չփորձեք ուղղակի քննադատել ձեր կարծիքները, ձեզի սեմ, ինձ չի հետաքրքրել, ինձ հետաքրքրել Աստծու կարծիքը։ Եթե ես տեսել եմ որ Աստված այդ մասին մեզի կտեղեկացնե, ձեր կարծիքը թող ձեզ չհետաքրքրել։ Իմ կարծիքս ինձ չի հետաքրքրել, ձիք հետաքրքրել Աստծու կարծիքը, ուղղակի հետևեք Աստծու կարծիքին, սիրելիներ, ու կտեսնիք թե Աստված ինչ ձեզի ժամանակին կբարձրացնե։ Ես կզգամ քեր բնական Տիրոջ օրհնությունները, ես կզգամ ինչ Աստված ամեն ինչ կենե իմ ընտանիքիս համար, որ սոված չմնանք, օրվա հացի կարոտ չմնանք։ Լստերին փողը չի վերջացել, այնտեղ թուր կբաց, այնտեղ չի վերջացել, այնտեղ թուր կբաց է։ Ուտպես միշտ կբաց է Տերես։ Ես վերջերս էլի հրաշք գործեց Տերես։ Աղջկաս վերջի զանգն է։ Ես էլ իմ փողս կստանամ 23-ին, աղջկաս վերջի զանգն է։ Էլի 23-ին է, երևի չեմ հասցնի։ Սի թե մի հարևանից պարտկով վերցնեմ ու սի աշխատավարձը կստանամ կուտամ։ Հա, ու այդ ժամանակ մեկի հեռախոսս շուրջ բացեցի, Տերս քրերից մեկի միջոցով ինձ $100 էր ուղարկի։ Ու Տերս չթողեց որ ես պարտկով փող վերցնեի։ Երեխեք ջան, ասես ինքան կռնամ շատ վկայեմ։ Ինքան շատ կտեսնեմ Տիրոջ օրհնությունները։ Այն որ կսե, ինքան պիտի տամ որ տեղ չեմ, այն ստեղ չեմ օրհնել, ստեղ չեմ բաժնել, ընդեղից մեկի սպես կուկա, ընդեղ կօրհնեմ, ընդեղից կուկա, շատ ցանեք։ Իշքան առատությամբ ցանեք, իշքան Տիրոջով ցանեք, այդքան առատությամբ կհնձեք։ Սկանը ժողովուրդ ջան,
Լավ մնացեք ու չմոռանաք մեկնությունների մեջ գրեք շնորհակալություն Հիսուսից այն ամենի համար, ինչ օրերել է ձեզի ու ձեր կյանքում։ Իսկ Տերս թող ընձե ավելցնե սիրո մեջ, որ նոր այսօր ինձ Տերս տվեց, որպեսզի ես փրկություն ունենամ, որտեղ ամեն ինչ ինես ու սեր չունենաս, ոչինչ ես։ Հասկանաք։ Իսկ սերը կատարելության կապն է։ Երբ որ դու Աստծուն կսիրես, դու սիրով կփոխվիս։ Երբ որ դու մարդկանց կսիրես, իրանց համար այնելուց հաճույք կստանաս, բայց երբ որ դու օրենքով կշարժվիս, սպանող է, օրենքը կսպանե, իսկ հոգին կկենտանացնե։ Սկանե ժողովուրդ ջան, լավ մնացեք, Աստծո խոսքը ձեր կյանքերի մեջ առաջի տեղ դրեք, իմ ալիքիս բաժանորդագրվեք, եթե կուզեք էլի հանդիմանվիկ ամեն օր ձեր մեղքերի համար լսեք, եթե այս տեսանյութով օգտակար եղած էզի լայքեր դրեք, որովհետև elə շատ բաներ պիտի լսեք, որ պիտի փոխվի ձեր կյանքերը, սիրելիներ։ Լավ մնացեք։